Դե նայ, շատ ակտիվ հիմա նաև բլոգինգն ա գնում, առողջ ապրելակերպի, նայում ես 1, 2, 3 միլիոն դիտումներ ունեն այն բլոգերները, ովքեր բժշկական կոնտենտ են տալի, այդ anti-aging ուղղություն կա, հա, որ մարդիկ ուզում են երիտասարդ մնան, հատկապես մեր տարիքում, երբ որ դու արդեն հասել ես այն վիճակին, որ ֆինանսապես կայացած ես, արդեն մտածում ես ինչի մասին, երկար, առողջ ու երիտասարդ կյանքդ շարունակելու մասին, ստեղ արդեն ոգելից խմիչքը, ոչ մի գինին դե ամենա, այսպես ասած, անվնասն է համատած մյուս խմիչքների, օրինակ ամերիկյան ֆիլմերի մեջ ոնց է, վիսկի, անընդհատ վիսկի, դա էլ են իրենք ոնց որ բան արել, այդ ֆիլմերով մտցրել են բանի մեջ, բայց հիմա ես տեսնում եմ, որ գինին էլ արդեն փոխվում է, մարդիկ սկսում են քո ասած ջուր խմել կամ օրինակ բադերի շուկան է մեծանում, տարբեր, չգիտեմ, հավելումներ են օգտագործում, որը պահում է։ Դա էլ բան, գիտեք ինչ արվում, խնդիրը բարձր ալկոհոլն էր։ Շատերը չեն խմում, որովհետև այդ բարձր ալկոհոլն է, որ ազդում է, չես կարողանում օրվա մեջ խմես, սպասում ես ուրբաթ շաբաթ եւ այլն, բայց հիմա բոլոր տենդենսը գնում է ցածր ալկոհոլ։ Օրինակ մեր գինին դա առավելություն ունի, մեր խաղողն է դա տալիս, մեր տերուարն է տալիս, որ մեր գինին լինի 10% օրինակ ալկոհոլ կամ 12%։ Հայկական կարմիր գինիները չունեն այդ հնարավորությունը, իրենք շատ լավ բարձր, որտեղ մենք high altitude, ինչպես ասած, երկրում ենք ապրում եւ բնականաբար ալկոհոլի բանը բարձր է լինում։ Բոլորի տենդենսը գնում է ցածր ալկոհոլ սարքել գինիներ, որովհետեւ առողջ ապրելակերպ գոնե ալկոհոլը ցածր լինի, այսինքն իրավիճակի հետ լուծումներ գտնում ենք։ Հնարավոր չէ օրինակ ունենալ 2-3% ալկոհոլով գինիներ։ Տեսականորեն հնարավոր է թե հնարավոր առանց ալկոհոլի ունենալ, բայց այդ գինի չի այլևս։ Հա, չէ, լինի, բայց շատ քիչ լինի։ Իմաստը, էլ իմաստ չունի։ Հա, որտեվ ոնց որ խաղողի սոկ խմես, խաղողի